ապահովագրությունը, որ մեր գրեցիք, ապայի և վարորդիությունը։ Ընդեղ միակ վարորդն է, որ միակ ապահովագրություն է։ Մեր մոտ ապահովագրությունը բժիշկը Իվանը, ու բժիշկը մեջտեղ է օղակը զրոյանում է, ու դառնում է իրար լավություն են անում ապահովագրությունը, իսկ բժիշկը ստացվում է իրար կործանում է, համ աշխատանքով, համ վարձատրությամբ, ես մանկական նյարդաբան եմ պոլիկլինիկայի և այսօրվա դրությամբ per capita հաշվարկով եթե ստացել են per capita ամբողջ բնակչության մանկական գծով, բնակչության հաշվարկով, այսօրվա դրությամբ ինձ տալիս են միայն մեր պատվերով երեխաների գումարը, դա ճիշտ գումարը, ու վիդոկի 14 Գործընկերներ ջան, եկեք կանոնակարգենք։ Հիմա հարցը տվեց մեր գոլեգան, արձագանք են փորձագետները, անցնենք հաջորդին։ Խնդրեմ, Ծաղիկ Լյուդվիկովնա։ Վշկույ ջան, դուք մանկական նյարդաբան եք աշխատում։ Ձեր աշխատավարձի բաղադրիչները մինչև հիմա եղել է պետական պատվեր վճարովի ըստ եթե ձեր գրանցված, հա, ձեր չէ, ինձ մի ընդհատեք, ես ասեմ, կլսեք, այդ մանուկը եթե ձեր մոտ գրանցված չի, ձեր մոտ վճարովի է։ Ինձ դուք ինձ եք ասում, ես ձեզ ասում եմ, ինչ-որ նորմա է, եթե դուք այդպես չեք արել, դա այդ խոսենք հետո, ես ձեզ կասեմ ինչ չեք արել, եթե տվյալ երեխան մինչև 18 տարեկան գրանցված չի այդ պոլիկլինիկան, և այդ պոլիկլինիկան իրան խորհրդատվություն անում, դա միշտ եղել է վճարում, այդ թողնում ենք, լավ, չի եղել ձեր մոտ, անում ենք այդ կոմպոնենտը, պետական պատվերից դուք ստացել եք ձեր բնակչության անգամ կոպեկ, հիմա ոնց եք ստանալու եք առաջինը պետական պատվեր, այսինքն 1,400,000 քաղաքացին, որոնք դեռևս չունեն ապահովագրություն, դեռևս չունեն, հա, դուք մանկական եք, ներևություն, դուք չկա գտեք, մանկականը ամբողջ չկա, որը հաշվարկվում է նաև per capita և ձեր խորհրդատվությունների, դուք per capita ունեք։ Per capita 13 դրամ է, և հետո ստացվում է պոլիկլինիկայում 1000 ընդամենը, այս մաքսիմումն եմ ասում, պետ պատվերով աշխատող երեխա, ներևություն ձեր պոլիկլինիկայում ընդամենը 1000 երեխա եք գրանցված։ Պետ պատվերով մնացել է այդքան։ Չէ, պետ պատվերով մնացել է որն է, ինձ լավ բացատրեք։ Ընդհանուր բնակչության թվով եք ասում։ Այո։ Ընդհանուր բնակչության ապահովագրված են։ Եկեք այսպես ասենք, եթե ես ընդհանուր եմ խոսում, եթե ես խոսում եմ ընդհանուր կարգավորման մասին, ուրեմն պետք է այդ ձևով ասենք, մի քիչ ավելի բաներ ասենք։ Եթե հիմա մենք խոսում ենք 0-ից 18 տարեկան, հա, եկեք դրա մասին ենք խոսում այս բանը։ Համաձայն եք։ Ուրեմն այս դեպքում ձեր հավաքագրած, ձեր բնակչությունը, որը մանկական բնակչության թիվը, անգամ կոպեկ։ Դուք ստանում եք, դա կոչվում է per capita-ից ստացված աշխատավարձ։ Այդ կա մնացել է, պահպանվել է, ես ձեզ թիվը կասեմ հետո, առանձին կասեմ, հիմա չեմ ուզում մանրանալ, և գումարվում է ձեր խորհրդատվությունների գումարը։ Խնդրեմ, ասեք, դոկտոր ջան։ Մի կոմպոնենտը դա ֆիքսված աշխատավարձն է։ Ինչի է ֆիքսված չի։ Որովհետև այն երեխաները, որոնք ունեն միայն պետպատվեր, ապահովագրություն չունեն, ֆիքսված աշխատավարձը դրանք որ երեխաներ են, որոնք ունեն պետպատվեր ու ապահովագրություն չունեն։ Դրանք այնքան քիչ են, խվով այնքան քիչ են։ Մի քանի հոգի։ Այո, երեխաների դրա վրա չի կենտրոնացել, մեծի վրա կենտրոնացել։ Չէ։ Ես ձեզ ցույց կտամ, եկեք հիմա հարցու պատասխանեցին, ես ձեզ ցույց կտամ։ Կոլեգաներ ջան։ Արմեդը, ես ձեզ ուզում եմ բոլորիդ մի բան ասեմ, Արմեդը որևէ պատասխանատվություն իրականացված քաղաքականության համար չունի, ինքը գործի կա եւ նրան տեխնիկական բանը, այսպես ասած, տեխնիկական հարցերի մեջ դե չէ, պատասխանում, այդպես չի։
Կոլեգաներ ջան, ես մի հատ կոնստրուկտիվ առաջարկ ունեմ։ Կոլեգաներ ջան, կոնստրուկտիվ առաջարկ ունեմ։ Ծաղիկ Լյուդվիկովնան խոստացավ, որ այդ տեղեկատվությունը կոլեգաներ ջան, եթե լսենք միմյանց, ավելի կոնստրուկտիվ կգնա քննարկումը։ Ծաղիկ Լյուդվիկովնան խոստացավ, որ այդ հարցի պատասխանը ձեր աշխատավարձի հաշվարկի կտրամադրի ինքը, ես էլ խոստանում եմ, որ կխնդրեմ իրանից այդ տվյալները եւ բացահայտ կհրապարակեմ մեր Facebook-յան էջում։ Եթե ինչ-որ հարց կունենաք, անպայման տակը գրեք, այդ հարցին էլ ընթաց կտանք։ Այսինքն այսօրվա քննարկումը դա իմ մտահղացումը չի, դա բազմաթիվ բուժաշխատողների կարծիքների հավաքագրումն է, որը որ առաջացրել է այդ անհրաժեշտությունը եւ այդպես էլ մենք շարունակելու ենք աշխատել։